Պարոն Մարգարյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված կլսենք ձեր գնահատականը։ Եվ այսպես, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, Վարդան Ղուկասյանը կալանավորվեց, այս զարգացումներին ինչպիսի մեկնաբանություն կտաք։ Դե բոլորս գիտենք, որ Գյումրի ընտրությունները, այսպես ասած, ոսկորին մնացել էին Նիկոլի Կոկորդին եւ դա չէր կարողանում մարսել եւ մոտավորապես 6 ամիս դա հանդուրժեց եւ հիմա ի վերջո կարծում եմ զգաց, որ գուցե պահանա, որ կարողանա այդտեղ մի ինչ-որ ուժի ցուցադրում անի, փորձի իրավիճակը փոխել, հատկապես որ ասենք արչեվում վաղարշաբաթի խոշացված համայնքի ընտրություններն են, եթե չեմ սխալվում նոյեմբերի 16-ին քարոզարշավը արդեն սկսվելու է, ճիշտ այդ քարոզարշավի սևի, որ պիտի սկսվի, արդեն ինք այդ շոուն կազմակերպես։ Ես կարծում եմ նպատակը ուժի ցուցադրումներ հիմնականում, բայց ասում եմ նաև իր նպատակը կա եւ ցանկություն ունի ամեն դեպքում կորցրած այդ ամրոցներ, որ ինքը կորցրել ամեն գնով հետ վերցնի եւ կարողանա ստանալ։ Իհարկե, դա արդեն ինքը, եթե հիշեք, նախկին, եթե չես խամ ազգային ժողովի նստաշրջանի ընթացքում այդ հարցպատասխանների ժամանակ շատ հստակ կերպով, կարծում եմ, արդեն իսկ հրահանգ էր իջեցրել, որ պետք է գնալ այդ քայլը ձեռնարկեն եւ բնականաբար այդ իրավապահ ուժերն էլ որ կան հլո պատակ, հլո լազանտ կատարեցին պարտականությունը եւ գնացին ու դա իրականացրել են։ Դե շատ པարզ է, գիտեք, այնքան ծիծաղելի է, որ ես չեմ կարծում օրինակի համար այդպես ասած լուրջ հետապնդումների տակ գտնվող մարդ, որով գիտակցում է, որ այդպես ասած իշխանությունները այդպես ասած նստած են իրեն հետապնդում են, որ իրենից մի-որ փոքր մի բան ճարեն, կանանավորեն, ասի խոսքը Վարդան Ղուկասյանի մասնակցակապետ, իրեն թույլ կտա այդպիսի սխալմունք գնա, այսինքն այդպիսի իրավիճակ կստեղծվի։ Ես շատ կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ դա կարված գործ է, ինչ որ բան պես ասած ստեղծելու, տպավորություն ստեղծելու, կոռուպցիա տպավորություն ստեղծելու, պատրվակ ստեղծելու նպատակ ունեն եւ հիմա 2 ամսով կանալավորել են, բայց ես կարծում եմ շատ շուտով Երևան կգա իրականությունը։ Նիկոլին անհրաժեշտ է ժամանակավորապես իրավիճակը կառավարել, կարողանա իր ուժի ցուցադրումն անել, կարծում եմ այս 2 ամիսն էլ որ կարողանա ասենք Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահել, ամենայն դեպս ինքը որոշակի չափով կարողանում է ամեն դեպքում խանգարումներ առաջացնել այդ իրավիճակում, որ կա այսօր Գյումրիում, հասնել իր նպատակին։ Հիմա կարծում եմ արժեվում վաղաշաբաթի ընտրությունները շատ ճակատագրական են իր համար, որտեղ եթե այնտեղ ինքը չկարողանա իշխանություն ձևավորել նույնը այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, այնտեղ կրկնվի, իր համար մահացու այդպես հարված է լինելու, ինքը չի ուզում դա թույլ տալ եւ ամեն գնով կարծում եմ փորձում է այդ քայլերը դրա առաջն առնել։ Ես ասել եմ հիմա էլ եմ ասում Երևանի ընտրություններից հետո Գյումրին ինքը առաջի տեղն էր, որ հստակ մարտություն կրեց, հիմա փորձում այդ պարտությունը մի տեսակ ինչ-որ կերպով վերականգ փոխարինի, այդպես ասած, կեղծ հաղթանակով ժողովրդի տված ձայներ անտեսելով, միտում ունենալով նայելով անշուշտ վաղաշաբաթի ընտրություններին, հիմա սպասենք տեսենք այնտեղ ինչ կլինի, կարծեմ դրանից հետո հստակ կդառնա թե Նիկոլ ինչ պլաններ ունի եւ ինչ է նախագծել։ Երեք ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը մի քանի իհարկե շատ ներողություն եմ խնդրում, որ պետք է այդ մեջբերումները անեմ, բայց դեռ դրանց մինչև կհասնեմ, Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին խոսելով, ասում է, ես ինչ կապ ունեմ Վարդան Ղուկասյանի ձերբակալման հետ։ Իմ մտքերը կարող են միայն իմ դեմ օգտագործվել, ոնց կարող է ինչ-որ մեկի դեմ օգտագործվել։ Բայց հիշում ենք, չէ, որ դուրս շպրտելու մասին էր խոսում Փաշինյանը եւ տեսանք, թե ինչ գործողություններ իրականացրեցին։ Հանրապետության ոստիկանական ամբողջ համակարգը, բոլոր փոխոստիկանապետերը գտնվում էին Գյումրիում, որպեսզի այդ օպերացիան իրականացնեն։ Խնդրեմ։ Ես թապես չեմ լսում վաղուց այդ ելույթները, որ ինքն ունենում է, բայց անցեմ չեմ ցանկանում մեկնաբանել, որտեղ կարծում եմ, գիտեք, ժողովրդի համար արդեն իսկ էս մարդը բացահայտված է, ես այլևս բացահայտելու չեմ կարծում եմ խնդիր ունենք ժողովրդի, որտեղ եթե մի քիչ խելք ունեցող մարդը լսի այս մարդու խոսքերը լսի, կարծում եմ արդեն իր իրականություն կա։ Այդ կասեմ մենակ ինքը եւ այդ ազգային ժողովում երեք իր հարց ու պատասխանը այդ որքան գիտեմ ընդդիմությունը լրիվորեն բացակայում էր չկային միայն այդ ուսապարկերը նստած կարծում եմ մենակ ինքը եւ իր ուսապարկերը հավատացին իր ասացին որ ինքը ընդհանրապես որից է գործ չունի Վարդան Ղուկասյանի կալանավորմանը բոլորս էլ գիտեք այդ ամեն շոուն կազմակերպվել է իր կողմից հրահանգ իջեցված է իր կողմից ամեն ինչը ինքն է կազմակերպում մի բանը որ ճիշտ է ասել այդ նախադասավեճանը, որ իր մտքերը իր դեմ են օգտագործվելու եւ հաստատ դա լինելու է եւ այն օրը, որ իր կանգնի դատարանի դիմաց, իր կատարած բոլոր այդ հայտարարությունները, արտահայտած մտքերը, որպես դավաճանության, այդպես ասած հիմնավորումներ, ես կարծում եմ օգտագործվելու է իր դեմ։ Իր խոսքի այդ բաժինը եկեք ընդունենք որպես իրականություն, բայց եթե մնացածը ես կարծում եմ չափազանց, այդպես ասած, սովորական այդ հայտարարություններից է, որ կատարվում է։ Առաջի օրվանից ասում ենք բոլորս գիտեք ինքը չի հաշտվել այս իրողության հետ
որ Գյումրիում իշխանությունը կորցրել է եւ ամեն կերպ փորձում էր դա վերականգնել իշխանությունը այդ քաղաքում։ Հիմա ինչ որ միջոց է գտել, փորձում է իբր թե հիմա խանգարելով աշխատանքը, եթե քաղաքապետարանի աշխատանքը չկարողանա նոր քաղաքապետ ընտրվել, միաժամանակ այդպես շարունակվի այդ հայտնի օրենքով, որ իրենք ունեն, հետո ինքը կարող է իր ցանկացած մարդուն այդ քաղաքապետ նշանակել։ Դրանք բաց են բոլոր իր հետագա քայլերն, որ ինքը մի տեսակ մտածել է, որ կարողանա հետագային դրան հասնել։ Նաև չեմ բացառում, նաև ինքը սիրում է, որ իրավիճակը սրվի, որտեղ այդ սրված իրավիճակից ինքը կարողանում է առավելագույնս օգտվագործել իր ցանկացած նպատակներ առաջ տանել։ Օրինակ այդ հանդարտ վիճակ, որ ասենք Գյումրիում ստեղծվել է ընտրություններից հետո վերջնաշո մարդիկ են կյանքով էին ապրում քաղաքում նորմալ բնականոն կյանք էր ստեղծվել Գյումրի օրը տեսակ ինչպես իր բացակայությամբ առանց այն որ Նիկոլը դերակատարությունն այդ տոնակատարության նշման հարցում քաղաքապետարանը կարողացավ ամենալավ կերպով նշել ժողովուրդը տեսածած խանդավառությամբ գնաց մասնակցեց դրանք իրեն դուր չեն գալիս փորձում է դրանք բոլորը փոխել լարված եւ սրված իրավիճակով հույսով եմ որ դա իրեն չի հաջողելու եւ ժողովուրդը կլինի գիտակից ցույց տալու որպեսզի Նիկոլը իր գծած պլանները այդտեղ իրականացնի Բայց մենք նաև տեսանք, որ գյումրեցիները իրապես պայքարում էին եւ կանգնած էին իրենց ընտրված քաղաքապետի կողքին։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ նաև կուզեմ մեկնաբանեք ԿՊԱ-ականների հայտարարությունները, մասնավորապես Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցների ժամանակ ներողություն եմ նորից խնդրում։ Մենք չտեսանք Վարդանեկի մռութը ասֆալտին, այսպիսի բառապաշարով էին անդրադառնում։ Խնդրեմ, այս մասով ձեր կարծիքը։ Դե իրաց ցանկությունը գիտեք այդ ասֆալտին պարկեսները այս մարդկանց մոտ դարձել է մի տեսակ այդպես իշխանության խորհրդանիշ ումին որ չեն այդպես ասած համակրում պիտի պարկեսնեն ասֆալտային նվաստացնեն գիտեք մարդու իրավունքների բացահայտ խախտում այդպիսի հայտարարություններ նման վարկագիծ ցուցաբերում են թապես որից է երկրում այդպեսի իրավիճակ որ Հայաստանում կա նույնիսկ չգիտեմ հանցագործներին այդպես չեն փորձում կանոնավորել մենք տեսնում ենք նույնիսկ ամենախաղաղ փաստաբանների ուզում են կանոնավորեն պարկեսում են գետի դա իրաց մոտ արդեն սովորական իրավիճակ է դարձել։ Հիմա կարծես մի տեսակ դեռ բավարարված չեն, ցանկանում են Վարդան Ղուկասյանին պարկեսնել գետին, բայց դա բարեբախտաբար իրենց չհաջողվեց։ Ամեն դեպքում Վարդան Ղուկասյանը կարողացավ իր հիմա խաղաղ քննադատությամբ կարող է իր անհատականության հանդեպ ունենալ, բայց կարողա թույլ չտվեց այդ իրավիճակը ստեղծվի եւ գոնե այդ հարցում են նաև ինքը հաղթական դուրս եկավ այսօրվա իշխանությունների դեմ, թույլ չտվեց որպես իրեն պարկեսնեն ասֆալտին եւ կարծում եմ հիմա դա էր իրենց համար մի հետաքրքիր թե կարողացան կանոնավորել, բայց այնուամենայնիվ դա իրենց համար պարտություն է։ Բայց այն որ ժողովուրդը այդպես ցուցաբերում է աջակցություն է ցուցաբերում, այո, դա տեսանք բնականաբար դա գոյություն ուներ եւ հիմա մի հետաքրքիր բան կա, որտեղ ամեն դեպքում այնպես չի, որ ասենք Վարդան Ղուկասյանը ամբողջ ժողովրդի միաձայնության ընտրված էր, բայց ամեն դեպքում ինքը ընդդիմադիր տարբեր ուժերի, ձայների, այսպես ասած, միատեղումից որպես ընդդիմության տեխնացու ներկայացված այդպես ասած քաղաքապետ համարվում ամեն դեպքում այդ աջակցությունը եթե ամենը ցուցաբերվում այսինքն միայն աջակիցների կողմից չի նաև մարդիկ են ովքեր գիտեն եթե Վարդան Ղուկասյանին չաջակցեն ամեն դեպքում դրա այն ընտրանքը Նիկոլն է լինում եւ բնականաբար այդ աջակցությունը որ ցուցաբերվում է շատ հստակ կերպով դիրքորոշում է ցույց տալիս այսօրվա իշխանությունների կողքին հիմա Նիկոլը կուսի պարկաստիկ ասֆալտին կուզեցի տեմ կանոնավոր բայց մեկը քաղաքը այդ ձայնը տվել է քաղաքի տված ձայների վիճակը հստակ է իր նպատակը մեկ այդ քաղաքապետարանը ունենալն առաջիկա ընտրություններին պետական ռեսուրսի առավելագույն օգտագործման նպատակ ունի եւ բայց մեկ այլ ժողովուրդ ասում եմ եթե գնաց այդպես ասած կեղծված ընտրություններ չեն եղել որ ասենք ընտրություններ ա կեղծվել Նիկոլ ինքն է հավակնում որ իր օրոք ընտրությունները չեն կեղծվում հետաբար այդ արդյունքները որ դուրս է եկել կվատուպերից իրական արդյունքներ են եղել եւ Գյումրու այսօրվա ժողովրդի իրական այդպես ասած տեսակետի պատկերն է արտացոլում Եվ կարծում եմ հենց այդքանով ամեն ինչը բացատրված է թե ժողովուրդը ինչպեսի վերաբերմունք ունի իշխանության կապակցությամբ, հատկապես Գյումրու ժողովուրդ։ Քանի որ դուք ասացիք, որ վաղաշաբաթում նաև մեծ հարվածից, մահացու հարվածից է ըստ էության քաղաքական վախենում Նիկոլ Փաշինյանը սպասվող ընտրություններին, նորից պրոյեկտելով Գյումրու իրավիճակի վրա կհաջողվի Նիկոլ Փաշինյանին վաղաշաբաթում ընտրություններից առաջ այս քարոզարշավի ֆոնին վախի մթնոլորտ ստեղծել, նույն այս Գյումրու օրինակը օրինակ տանելով Կալանքի պարոն Ղուկասյանին խնդրեմ։ Ինքը հիմնականում գիտի, որ վաղաշաբաթում չի հաջողելու, այսինքն կարծում եմ իրենք շատ հստակ կերպով ունեն սոցիալական հարցումների արդյունքներ, գնահատում են ժողովրդի տեսակետները, շատ լավ գիտեն ինչա
կատարվում։ Նիկոլի վերջի շրջանի այս ջղագրգռությունները, հատկապես եկեղեցու հանդեպ, Էջմիածնի հանդեպ, որը թապես Վաղարշապատի կենտրոնն է համարվում մի տեսակ, Կարծես կարծեմ հիմնական իր նպատակը հենց այդ է եղել։ Ես մի անգամ էլ ասել եմ, հիմա էլ եմ կրկնում, եթե նայեք, երբ սկսեց եկեղեցու դեմ այս ամբողջ արշավը եւ ինչու միանգամից Նիկոլ Միատարամոտյան արտնացավ որոշեց այդպիսի վիրավորական հայտարարություններ անել, հետո իրեն միացավ կինը եւ այս ամբողջ խնդիրները սկսեցին ստեղծել եկեղեցու դեմ։ Հիմա ինչ է, նույնիսկ եթե կաթոլիկոսից որ թերություններ ունեն 4 տարի կամ 6 տարի, չգիտեին 7 տարի, հիմա պիտի հատկապես հիմա սկսեին այդ մասին հիշել, հիմա պիտի միանգամից Նիկոլ հիշել, որ ինքը քրիստոնյա է, առաքելություն ունի եկեղեցին մաքրելու։ Եթե հիմա այս ժամանակահատվածում հիշել, վստահաբար դրա համար կա նպատակ եւ եթե նայում եք այդ ամբողջը տեղի ունեցավ դրանից հետո, երբ ինքը կորցրեց Գյումրին, Գյումրի ընտրությունների արդյունքները, ասենք մայիսի Երևան եկավ, դրանից հետո էր մոտորապես, եթե չեմ սխալվում, այս գրառումները սկսվեցին, այս իրավիճակի սրացումը սկսվեց։ Նիկոլը շատ լավ գիտեր, որ վերջապես գիտի, որ նոյեմբերին ընտրություններ լինելու էր եւ գիտեր, որ ամեն դեպքում այդ վաղարշապատում ինքը չի հաղթելու, խնդիրներ ունենալու, լավագույն այդպես ասած հնարավորություն իր համար գոյություն ունի, նա որ իրավիճակը փորձի սրել, լարված իրավիճակ ստեղծել, Էջմիածնում փորձել դրանով սվերի տակ առնել քարոզությունը, որ իրականացվում է եւ ամեն դեպքում հասնել իր նպատակի, բայց կարծում եմ բոլոր գնահատականները, որ ես հետևում էի, նայում էի, լսում էի, որ կա, այնա որ մեկը ԿՓ-ն այնտեղ չի հաջողելու, նույնիսկ հավանաբար չկարողանա շատ ձայներ էլ հավաքի։ Մի տեսակ կարծես Նիկոլը հույսը դրել ավելի շատ Արամ Սարգսյանի կուսակցության տեխնացուի վրա եւ գուցե իրենք ենթադրում են կարողանան այդ երկու ձայները կարողանան նախ շեմն անցնել, հետո ձայներ հավաքելով ինչ-որ որոշակի ձայն իրենց համար ապահովել։ Եվ ընդդիմությանը մնում է, որ կարողանա նույն Գյումրի մոդելով առաջնորդվի, որից է կերպով չպետք է թույլ տա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա վաղարշապատում իշխանություն ձևավորել, պարտությունը վաղարշապատում, իսկ կարծում եմ Նիկոլի համար չափազանց մահացու հարված է լինելու, դրանից հետո շատ բաներ կարծում եմ մեր քաղաքական դաշտում սկսելու է փոխվել այդ ընտրություններից հետո, այդ համար իսկ կարծում եմ նոյեմբերի 16-ի այդ ընտրությունները հեշտ ճակատագրական են, այս ամբողջ եկեղեցու դեմ այս արշավը, ես կարծում եմ մի տեսակ նաև հենց այդ ընտրությունների հետ փոխկապակցված խնդիրներ են։ Հիմա դրանից հետո կամ Նիկոլը որոշի ավելի թեժացնել պայքարը եկեղեցու դեմ կամ զգալով որ այլևս տեղ չունի հաջողություն չունի ժողովրդի կողմից հատկապես այդ շրջանում, այդ տարածքում, այդ համայնքում փորձի մի տեսակ իրավիճակը մեղմել կամ նահանջել, բայց ամեն դեպքում Իբա մի տեսակ ասես նաև ինքն է Ռոբիկոն անցել այն հայտարարությունները, որ ինքը կատարել է եկեղեցու կապակցությամբ, որից այդպես ասած տեղ չի թողնում, մի տեսակ կամուրջները իր թիկունքում փշրել է, եւ ես չգիտեմ, մեր ճանապարհը սկսել որ մինչև վեճ պիտի գնա, վեճում մեկը պիտի հաղթական դուրս գա եւ ես հույսով եմ, որ հաղթողը կլինի ժողովուրդը, եկեղեցին իրենց միասնական ուժերով։ Գալով եկեղեցու դեմ արշավին, պարոն Մարգարյան, ես իհարկե ամաչում եմ, որ այս մեջբերումները պետք է անեմ, բայց եթե թույլ կտաք, դե վստահ եմ դուք կարդացել եք կամ եթե լսել եք, ասպեկ չեք հետևում իր խոսքին, բայց այն ամենախայտարակ հայտարարությունները, որ ինքը անում էր հոգևոր դասի, հոգևորականը Բենթլի ունենա, 3 կնիկ ունենա, 4 սիրուհի ունենա, ամեն երկրում երեխա ունենա ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք, դուք ում եք ներկայացնում Հիսուս Քրիստոսին, հետո էլ մեզ են ասում նեռ, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Բա ամենայն Հայոց կաթողիկոսը վեր կենա ասի այս կառավարությանն ու այս կուսակցության օգտին մի քվեարկեք ժողովուրդ, այդ կուսակցությունը գնա ընտրություններում ու սահմանադրական մեծամասնություն ստանա, այդ ժամանակ է Կտրիշ Ներսիսյանը ներողություն կարգալույս է եղել, որ հայ ժողովուրդը նրան ասել է դու ով ես, դու քեզնից ինչ ես ներկայացնում, խնդրեմ։ Ես չեմ հիշում միտեղ Վեհապար Հայրապետը ժողովրդին կոչ առանձնի, մի գնացեք Նիկոլին ձայն մի տվեք, այդպիսի կոչ Վեհապար Հայրապետի կողմից չեմ կարծում որից անգամ եղած լինի, Վեհապար Հայրապետը կամ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը միշտ քաղաքական հարցերում իր անկախությունը պահպանել է, թե որոշակի իր տեսակետները բնականաբար ունեցել է, ցուցադրել է, բայց այդպես ուղղակի կոչ, որ գնացեք այսինքն ձայն տվեք, բայց ժողովուրդը այդ կոչը չի լսել գնացա Նիկոլին ձայնատվել, Նիկոլի սրտերը հենց այդտեղից է Երևան գալիս։ Թող Բերի մեկ հայտարարություն Վեհապարի կողմից, որ Վեհապարը նման կոչով հանդես եկած լինի, որ գնացեք ընդհակառակը, ասենք, ձայն մի տվեք Նիկոլ Փաշինյանին, բայց ժողովուրդը գնացած ասենք ԿՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանին ձայնա տվել։ Ընդհակառակը մենք ունենք ճիշտ հակառակը, ցանկացած պահի ասենք ժողովրդի Նիկոլը կոչ անում եկեղեցու դեմ, այդպես ասած արշավներ կազմակերպել, բայց տեսնենք որևիցե աջակցություն այդ առումով չի ունեցել, եթե հիշեք լայվը տավից իշխեմ գրառում էր արել, որ խումբ եմ սարքելու, ինչ եմ անելու
շատ բարձ է, որից աջակցություն չի ստացել, աջակցություն ստացած լիներ արդեն վաղուց այդ քայլերին պիտի գնացած լիներ։ Բարձ է, չեմ կարծում նույնիսկ դասիա կպականե, որից է մեկը իր այդ կոչին արձագանքած լինի։ Այդ իր կատարած հայտարարությունը ավելի շատ հենց իրան է վերաբերում, քան թե ասենք վեհապար հայրապետին։ Իսկ մյուս մեղադրանքները, որ հնչեցնում է, երի կրկին իր դեմ ուղղված, միթե ինքը չի ասում, որ մենք օրենքի երկիր ենք ստեղծել, ժողովրդավարության օրենքի իշխանություն, որտեղ է այդպես ասած դատարանի վճիռ կա, որտեղ է հաստատված, որ այդ ամեն բաները մեղադրանքներ, որ այս մեջի շրջանում ինքը եկեղեցու դեմ ուղղել է, դրանք իրականության ապահովատասխան են։ Թող գոնե մետեղ մի հատ ապացույց ներկայացած լինի, մի հատ փաստ ներկայացած լինի իր հայտարարությունների համար, հետո գալ խոսա։ Իրա եւ իր ընտանիքի, իր կնոջ ամենի դեմ, իր կպական պատուղան ուսապարկերի դեմ, բոլորի դեմ օրվա ընթացքում Facebook մտնեք նմանատիպ տասնյակ, այդպես ասած հարյուրավոր, հազարավոր հայտարարություններ են կատարում, եթե բոլորը պետք է հիմք ընդունենք, ուրեմն ինքը ինչ անում այսօր վարչապետի պաշտպանում կամ իր ուսապարկեր ինչ են անում ազգային ժողովում։ Հետաբար ես չեմ կարծում շատ պետք է, դա կատեմ քարոզչական նպատակներ են հետապնդում։ Մենք ժամանակին միշտ մի տեսակ այդպես հարգանք գոյություն ունեցել եկեղեցու կապակցությամբ, չեմ ասում իրենց գործունեություն եկեղեցականներին լիարժեք ա եղել, վերջնաշով նրանք էլ մարդ են, կարող են ինչ-որտեղ սխալներ թույլ տված լինել, մեղքեր գործած լինել, որից է մեկը վերջնաշով հրեշտակ չի եւ սուրբ չի, որ ասի ես ինքը անմեղ եմ, բայց ամեն դեպքում պիտի այդ մեղադրանքները պիտի ապացուցված լինի եւ այդ բաները, այդ ապացույցները ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը չունի եւ անիմաստ տեղը, ասում եմ, դրանք այդ գիտեք, այդ սրբությունը գոյություն ունեցել, ժողովուրդը չի մոտեցել ամեն դեպքում այդ ամբողջություններով հանդերձ, փորձել է հարգանքով վերաբերվել եկեղեցու նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը, ես կարծում եմ, նմանատիպ իր հայտարարություններով փորձում է այդ սրբությունը, այդ հարգանքի միջավայրը, որ եկեղեցու դեմ կա, դա ջարդի, փշրի եւ կարողանա մուտք գործել եկեղեցի։ Գիտեք, ես երկար եմ նստել մտածել մասին, այս ամբողջ մի հատ նայեք այս վերջի 7 տարվա ընթացքում ոչ միայն մեկ ներքին հարցում, այլ ամբողջ աշխարհում տարբեր երկրներ մեծ այդ խնդիրներ են ունեցել, ոչ միայն վերջի 10-ամյակի կամ 30-ամյակի ընթացքում, հարյուրավոր տարիների, հազար տարվա տարիների խնդիրներ ա եղել։ Եվ գիտեք, մի տեսակ ով ինչ խնդիր ունեցել է հայ ժողովրդի հետ, հիմա փորձում է Նիկոլի շնորհիվ այդ խնդիրները լուծի։ Թուրքիան փորձում է իր խնդիրները լուծի, հասնի իր նպատակներին, Ադրբեջանը ինչ խնդիր ունի, փորձում է Նիկոլի միջոցով խնդիրները լուծի եւ Նիկոլին պարտադրում են։ Եվ հիշեք, որ մեր եկեղեցու դեմ հազարամյակի ասիկ են օրվանից, որ մենք քրիստոնեություն ենք ընդունել, լուրջ խնդիր ա եղել այսինքն միջազգային առումով այդ եկեղեցիների կողմից մի տեսակ այդպես ասած մենք թիրախում ենք եղել, փորձ ա կատարվել հայոց առաքելական սուրբ եկեղեցու անկախությունը ոչնչացնել, դա դարավոր այդպես անցյալ ունի եւ չեմ բացառում, որ նաեւ էտել է հիմա նպատակների մեջ դրված, հիմա եթե կարող են Նիկոլից դա էլ ստանան, ասիկա Նիկոլի միջոցով նաև հարվածել հայոց առաքելական սուրբ եկեղեցուն, նրա ամրությունը թիրախավորել եւ հիմա տեսնում ենք Նիկոլը գեղեցիկ կերպով այդ աշխատանքը կատարում, այդ հարգանքը, սրբությունը, որ գոյություն ունի եկեղեցու կապակցությամբ, դրանք փշրում այն հայտարարություններով եւ թույլ է տալիս այդպես ասած ուղիղ եթերում հմեկից հնչող ուղիղ եթերում նմանատիպ հայտարարություններ անել եւ մի տեսակ այդպես ասած անարգանք ա դրանք, եթե վիրավորանք, չգիտեմ, եթե ուղղակիորեն լիներ արդարադատություն Հայաստանում, հիմա դրանց բոլորի կապակցությամբ պետք է Նիկոլի դեմ քրական գործեր արարված լինեն, որտեղ չես կարող դու այդպես կանգնես հրապարակապ համանadrությամբ, այսպես ասած, հաստատված մեկ ինստիտուտի դեմ նման մեղադրանքներ հնչեցնել եւ մնալ անպատիժ։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչ է նախաձեռնելու Նիկոլ Փաշինյանը։ Ես կուզեմ այդ արդեն Արամ Ասատրյան, հա, չէ, Ստյոպա, Տեր Արամ էր, հա, հիմա արդեն Հիմա Ստեփան։ Ստեփան Սապա։ Այո։ Տեսեք, եկեղեցու կողմից ըստ էության հերձված է այլևս, կարգալույծ եղած հերձված է այս քահանան եւ հիմա ինքը պատրաստում է Հովանավանքում պատարակ անցկացնել, ավելին ասում եմ վստահ է, որ 10,000 մարդ գնալու է, Նիկոլ Փաշինյանին ինքը աջակցում է այս հակաեկեղեցական արշավում, երեք Փաշինյանն էլ հաստատեց, որ գնալու են, ըստ էության, այսպես ասենք, տպավորություն, որ աղանդավորի պատարակին են իրենք գնալու։ Ես կխնդրեմ այս մասով ձեր գնահատականը տաք։ Այն որ աղանդավորի պատարակյա գնալու դա հստակ է, այսինքն այդ պատարակին մասնակցել, այսինքն պատարակի դու չես ունի, թե մեկը արդեն այլևս իշխանություն չունի կաթողիկոսի կողմից, այսպես ասած, խորհրդի կողմից, եկեղեցու կողմից։ Հիմա գիտեք այդ հրահանգը կաթողիկոսն էլ չի ստոր հրահանգ է, բայց եթե Նիկոլը նույնիսկ կաթողիկոսի հետ խնդիր ունի, կաթողիկոսը չի այդ հրահանգը հաստատել։ Դա ժողով է եղել եւ ժողովի որոշում է եղել, որ այսինքն քահանան կարգալույց հայտարարվում եւ այդպես ասած դառնում
Տեսեք, ուրեմն որոշումը շատ հստակ է, որ այդ անձը այլևս քահանա չի համարվում աշխարհական։ Բնականաբար աշխարհական անձը իրավունք չունի կամ չի կարող որևէ իշխանություն չունի եկեղեցուն պատարակ մատուցելու։ Բայց մեկը Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ մասնակցել դրան, եւ դա քաղաքական իսկ ասում նպատակ է հետապնդում, ցույց է տալի, որ այս ամբողջ թատրոնը հենց ուղղակիորեն մի տեսակ կարելի ասել հենց Նիկոլի կողմից բեմադրված ինչ որ թատրոն է եղել, որպեսզի հետո բերի հասցնի այստեղ։ Նույնիսկ ասում եմ, եթե Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի այդ խնդիր ունի, մեկը այդ մարդու այդ աշխարհական մարդու այդ Ստոփան Ասատարյանը, եթե չեմ սխալվում, դրա կարգալույց լինելու որոշումը կաթողիկոսը միանձնյա չի որոշել, ասել որ նրա որոշումը չի եղել։ Դա եղել է այսպես ասած եկեղեցում գումարված ժողովի հաստատում, մի տեսակ ժողովու եկեղեցու ուրեմն որոշում է։ Նիկոլ Փաշինյանը շարունակ ասում է, ես եկեղեցու հետ խնդիր չունեմ, խնդրի կաթողիկոսի եմ, կաթողիկոսին է վիրավորում։ Հիմա եթե եկեղեցու հետ խնդիրը եկեղեցու որոշում ամեն դեպքում ինքը պարտավոր այդ եկեղեցու որոշումը հարկի, բայց տեսնում ենք թքած ունի ամեն ինչի վրա եւ մի տեսակ որոշել է գնալ եւ այդ այսպես կոչված պատարակին ուրեմն մասնակցել։ Հիմա ծիծաղելի երևա կրկին վերադառնամ նախկին պատասխանին, որ տվեցի, ինքը խոսում է օրենքի իշխանություն ստեղծելու մասին։ Հիմա պատկերացրեք այդ եկեղեցին ու անտերչու ամեն դեպքում ունի սեփականատեր, այդ սեփականատերն էլ Մայր Աթոր Սուրբ Էջմիածինն է եւ Էջնաշու հայոց առաքելական Սուրբ եկեղեցուն է պատկանում։ Եվ այդ մարդը, ով այլևս քահանա չի, այդտեղ մնալով եւ կարգ մատուցելով, պատարակ մատուցելով, մի տեսակ բռնազավթման է ենթարկում, այսինքն այդ տարածքը։ Հիմա պատկերացրեք, ձեր տունը ուրիշ մեկը գա զավթի եւ նստի եւ դուրս չգնա, դուք ինչ եք արելու, գնալու եք իրավապահ ուժերից խնդրեք, որպեսզի գա ձեր իրավունքը, ձեր այդ սեփականության կապակցության վերականգնի։ Ես կարծում եմ հիմա օրինակի համար այդ օրենքի իշխանություն լիներ, հենց ինքը պետք է գնար իրավապահ ուժերը այդ մարդուն այդտեղից անեին դուրս եւ եկեղեցին վերադարձնեին իր տիրոջը, որը համարվում է, ասենք, Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը կամ այո առաքելական Սուրբ եկեղեցին։ Բայց դե գիտենք, Նիկոլը վստահ է, որ Կիրակի օրը գնալու է, մասնակցելու այդ պատարագին, վստահ եղեք այդ իրենց SMS-ներով բոլորին կոչ են անելու իրենց այդ խմբին, որքան կարող են ավելի շատ մեծ թվով ներկայանալ, այնտեղ շոու կազմակերպեն, բայց մեկը, այսինքն հիմա իրականության մեջ հենց աղանդավորական մի եկեղեցում ներկայություն ունենալու կամ պատարակի ներկայություն ունենալու համարժեք մի բան ա լինելու իր արածը։ Եվ հիմա գիտեք ինչ, մի հատ իմ հետարքի բան ձեզ ասեմ, որ սա միայն Հայաստանում չի, գիտեք, այս շարժումը, որ այս մարդիկ ստեղծել են, հիմա կարգալույց քահանան մնա, պաշտոնը չհանձնի եւ եկեղեցու այդպես կարգ մատուցի, հիմա շատերին կարող է նորություն թվալ, բայց գոնե ինձ համար նորություն չի, որտեվ միառ ժամանակ առաջ օրինակ Գլենդելում հենց նման մի բան ա պատահել, օրինակ եկեղեցին քահանային կարգալույց էր արել, քահանան չի համաձայնվել այդ կարգալույց լինելու որոշման հետ, այստեղ նույնիսկ ավելի խայտարակ վիճակ ա ստեղծվել, գնացել է մի հատ եկեղեցի ա վարձել, անունը դրել ա Սուրբ Սարգիս եկեղեցի, հայոց առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցի, ամեն կիրակի օրել այնտեղ ինքը կանգնած պատարակ ա մատուցում, եւ դժբախտաբար անտեղյակ ժողովուրդը գնում են այդտեղ մասնակցում են եւ մի տեսակ այդպես ասած մի հատ համար անձնական եկեղեցի այդտեղ կառուցել։ Մի տեսակ ամբողջ հայ եկեղեցու սրբությունները, այդ միասնականությունը, որ դարերի ընթացքում կառուցվել է, այս մարդիկ իրենց նման քայլերով հարվածի տակ են առնում եւ ասում են միայն Հայաստանով չի սահմանափակվում, նաև ասենք Միացյալ Նահանգներում էլ այդ երևույթի մենք ականատես եկանք։ Բայց հույսով եմ, որ ժողովրդի աչալրջությամբ, ներկայությամբ թույլ չի տա, որ դա տեղի ունենա, որտեղ եւ ինքը նախայտարակ դնելու վերջին հաշվով ցույց է տալու, որ ինքը ոչ թե իսկական քրիստոն է, այլ ինչ որ աղանդի հետևող մարդ, որի նպատակը հայոց առաքելական Սուրբ եկեղեցուն հարվածելը եւ թիրախավորելը։ Իսկ այն բառապաշարը, որը ինքը կիրառում է, այս հայտարարությունը ինչի դրսևորում է։ Այդ կապը իրա վախերն է, եթե մեկը չվախենա, չսարսափի, նորմալ մարդ լինի, ինչու դու պիտի փորձես այդպեսի բառապաշարով խոսել։ Տեսեք, փողոցում եթե մեկը բախվա մեջ ապտում, ով է սկսում հայոյել, ով է սկսում այդպես ասած ուրիշին հարվածել, որ իրեն թույլ է զգում, ասելիք չունի, ինքը իրեն մեղավոր է զգում, ամեն դեպքում փորձում է իր ունեցած այդ հնարավորությունը, բառապաշարը, մարմնային, ֆիզիկական ուժը ցույց տալ եւ դրանով իրեն այդպես ասած ունեցած արդարություն այդպես ապացուցել։ Եվ նույնը Նիկոլ Փաշինյանի իրավիճակն է, ինքը գիտի ինչ արել, գիտի ինչպեսի խայտարակ վիճակում հայտնվել, գիտի շատ լավ է գիտակցում ինչպեսի ցածր վարկանիշ ունի, այս ամբողջ իրավիճակից դուրս գալու համար միակ ելքը այդպես օդ կրակելն է, իր օդ կրակելը հենց նման բառապաշարի օգտագործումն է եւ փորձել իրավիճակը այսպես սրվել, լարված պահել, քանի որ դրանից ինքը կարծում է շահում է, բայց մի տեսակ գիտեք, ես չեմ էլ կարծում ժողովրդի համար այլևս դրանք հետաքրքրություն ունեն, չգիտեմ հիմա
արստեք հասարակության մեջ որքանին է հետաքրքիր Նիկոլի այդպեսի բառապաշար, որ օգտագործում եմ, սկզբում մի տեսակ հետաքրքիր է, նորություն է, նախկին անգամ էլ ասեցի, մարդիկ հետաքրքրվում են, բայց երբ որ կրկնվում արդեն մի քանի անգամ արդեն ասում ես, արդեն զզվելի է դառնում։ Գիտես, ես կարծում եմ հիմա եթե լսում են Նիկոլ այդպես ոճով արտահայտում, հավանաբար շատերը նույնիսկ գորաղապատի ալիքը փոխեն, որ չլսեն այս մարդու, որտեղ հիմա այդ ամեն առավոտ արտանում այդ սրտիկ բանը, գիտեք, ինքան զզվելի արդեն չեմ կարծում մեկ այդ տածով դրանում ուրախանում է կամ հրսվում է։ Այս հայացքն է նույն իրեն թվում է որ հետաքրքիր է, բայց ես չեմ կարծում դա ժողովրդի վարելոց հետաքրքիր ներկայացնում։ Եվ այդուհանդերձ դուք հավատում եք, որ հայ ժողովուրդը ուղղակի կկանգնի եւ թույլ չի տա այդ խայտարակ ու հակաեկեղեցական գործողությունները իր վերջնական արարին հասցնի Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, ժողովուրդը իր կամ իր տեսակետը ցույց է տալիս, այսինքն ոտքի կանգնելը միայն այնպես չեմ տեսնում, որ ասենք մի 100,000 կամ 200,000 մարդ դուրս է գալու հավաքվի եկեղեցի շուրջ, ես չեմ պատկերացնում նման բան տեղի կունենա։ Ես ոտքի կանգնելը այնպես եմ մեկնաբանում, չկանգնել Նիկոլի կողքին։ Եթե ժողովուրդը չի աջակցում Նիկոլի կատարած քայլերին, եթե կոչ անում այսինչ օրայրեք, այսինչ տեղեսից տեմ հավանաբար մի 2-300 մարդ իրար ուսապարկերին կարողանա այդտեղ տանի կանգնեցնի, դա արդեն նշանակում է ժողովուրդը ոտքի է կանգնել։ Հիմա ես այդ դիտանկյունությամբ նայում եմ, բաղան կարող է պատահի, պես ասած, եկեղեցու վրա ինչ-որ հարձակում ասված մի արասեք կատարի ժողովուրդը չգնա, այդպես ասած, կանգնի, պաշտպանի մի 100,000-ներով, բայց այդ էլ որ հարձակումը Նիկոլը կանի, ասեք, ես ճիշտ եմ 20-30 հոգով եւ իր թիկունքից մեծականակ ժողովուրդ չէ, կարծում եմ նաեւ ժողովրդի աջակցությունը ունենալու դրսևորում համարվում, այսինքն հիմա Նիկոլը դժբախտաբար այսօր ունի իշխանություն, այդ իշխանությունը օգտագործելով ցանկացած քայլ իրեն թույլ է տալիս, օգտվելով իրավապահ ուժերի հնարավորություններից, կարմիր բրետավորներից, անվտանգության ծառայության հնարավորություններից, ինչ ուզում է դժբախտաբար անում է եւ հիմա պատկերացնել, որ մի բան կարող է այդտեղ առաջնահերթի մի քիչ դժվար է, բայց ասում եմ հենց այն որ ժողովուրդը իրեն չի աջակցում, չի կանգնում իր թիկունքին, ես կարծում եմ դա արդեն իսկ մի տեսակ խոսում է այն մասին, որ ժողովուրդը ոտքի է կանգնած եւ կանգնած է եկեղեցու կողքին։ Պարոն Մարգարյան, եւ կուզեմ նաեւ այս հարցին անդրադառնալ մեր գերիների հարցը, որ շարունակում է մեզ համար լինել գոնե հայ ժողովրդի համար լինել օրակարգային, որտեղ այս իշխանությունը բացառապես գնում է այս հարցը թաղելու ճանապարհով։ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը պաշտպանից հրաժարվելու մասով ծանոթ եք ամբողջությամբ։ Ըստ էության դատական ֆարս, որը տեղի ունենում, դեմ արտահայտվելով այս ֆարսին, որովհետև թույլ չեն տալիս պարոն Վարդանյանը ծանոթանա գործերին, մեղադրական եզրակացությունը չեն փոխանցում իրեն, նյութերի հասանելիությունը մինչ օրս մերժվում է եւ այսպես հա, եթե վերջին նախադասությամբ ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացավ։ Այս հանրապետության թատրոնում պաշտպանի դերը անկախ նրա ցանկությունից եւ ջանքերից սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ։ Հրաժարվում է մասնակցել այս ֆարսին, ասել է Ռուբեն Վարդանյանը։ Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք, ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում։ Խնդրեմ։ Տեսեք, ես չեմ ցանկանում Ռուբեն Վարդանյանի գործը առանձնացնել, որովհետև միայն եթե կենտրոնանում ենք Ռուբեն Վարդանյանի կատարած հայտարարության եւ իր կապակցությամբ իրականացվող անարդարության կապակցությամբ մի տեսակ կարծես այնպեսի տպավորություն, որ մյուսների իր պայմաններում ամեն ինչը նորմալ է, օրինակ միայն Ռուբեն Վարդանի դեպքում այդպես։ Ես կարծում եմ նույն իրավիճակը, որ Ռուբեն Վարդանյանի դատում ստեղծված է եւ հանդեսել նրան, որ նա հրաժարվում է իր փաստաբանից, պես ասած, դա բնականաբար անարդարության ապացույց է, բայց նույնը ես վստահ եմ նաև իրականացվում է մեր Արցախի մյուս ղեկավարների պարագային, բայց հիմա բարեբախտաբար Ռուբեն Վարդանյանը ունի որոշակի կապեր, որոշակի միջազգային հնարավորություններ, կարողանում է իր ձայնը մի տեսակ լսելի դարձնել, իր գործն առանձնացած է քննում, եւ մյուսները չունեն դժբախտաբար այդ հնարավորություն, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, մյուսները զերկված են մի տեսակ այդ հնարավորություն։ Հետաբար ես կարծում եմ պիտի փորձենք այնպես անել, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հնչեցվող այդ իրավիճակը, որ այսօր տիրում այդ դատաքննությունների ժամանակ, նաև ինչ-որ կերպով իր մեջ ներառի մեր մյուս, այդպես ասած, Արցախի ղեկավարությանը, բայց այն որ շատ բնական է, որ այդ պարսը, որ բեմադրվում այդտեղ, այդպես ասած, թափես ոչ մի առաջություն չունի իրավունքի հետ, արդարադատության հետ, կարծում եմ բոլորիս համար ակնհայտ է, բեմադրված թատրոնա, որի վերջում պետք է լինի, այդպես ասած, ինչ-որ դատավճիռներ այդ մարդկանց համար, Եվ մենք գնում ենք այդ կապակցությամբ, Ադրբեջանից ուրիշ բան չէր կարող ակնկալել, եթե այդ մարդիկ հայտնվել են Ադրբեջանի գերության մեջ, մեկը Ադրբեջանը այդպես է վերաբերվել իրենց համար։ Բոլորիս համար պիտի զարմանալի թվա այսինքն մեր այսօրվա իշխանությունների անգործությունը, երբ իրենց հարց է տալիս, ասում են դե մենք այո, մի բաներ անում ենք, բայց չենք բարձրաձայնում, քանի որ դրանով գործին կվնասենք, բայց փաստորեն տեսնում ենք իրենց այդ
այսպես կոչված լռելյալ աշխատանքը, որ տանում են, որևիցե արդյունք չի տալու եւ չեմ կարծում մեզանից մեկը կարող է հույս ունենալ, որ մոտ ապագային դժբախտաբար չեմ կարծում կարող ենք հույս ունենալ, որ մեր Արցախի ղեկավարությունից որևիցե մեկ գերության մեջ գտնվող ղեկավարներից որևիցե մեկը ազատ արձակվելու վերադառնալու կամ Ադրբեջանը նման, այսպես ասած, բոնուս անելու Նիկոլ Փաշինյանին։ Մեկը ներքին լսարանին համոզելու համար ասում են այո մենք աշխատանք ենք տանում, բայց վստահ եմ որ նույնիսկ համարձակությունը չունեն միջազգային հարթակներում խնդիրը բարձրաձայնելու։ Բայց մի բան ես կարող եմ մի քիչ հույս ունենալ, որ հավանաբար, այսպես ասած, Ռոմի Պապի հետ այդ հանդիպան ժամանակ խոսվել էր հումանիտար հարցերի մասին, խոսվել է նախքան Նիկոլի գնալն Մեհրիբանն էր գնացել Պապին հանդիպելու։ Ես հույս ունեմ այս դրա արդյունքում առնվազն գոնե մի քանի գերիներ կարողանան տուն վերադառնալ, ցանկացած հայի տուն վերադարձը մեզ համար կարող է ողջունելի լինել, բայց մեկը ամեն դեպքում մեզ համար ամենակարևոր պետք է լինի Արցախի մեր ղեկավարության ազատության մեջ տեսնելը օր առաջ, որը իսկ ասում եմ հույս կապել այսօրվա իշխանությունների հետ անիմաստ է, դա մեր բոլորի ջանքերից է կապված, որպեսզի կարողանանք իրավիճակը բարձրաձայնել միջազգային հարթակներում։ Հիմա Ռուբեն Վարդանյանն ասում է բարեբախտաբար այդ հնարավորություն ունի, մենք պետք է այդ հնարավորությունը փորձենք նաև օգտագործել մեր մյուս ղեկավարների համար։ Եվ եթե ամփոփենք մեր զրույցը նորից գալով Վեհարանի հետ կապված կաթողիկոսի շուրջ չէ իհարկե, սա մեր հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող process է։ Թույլ տվեք նաև մեկ խոսքեր ձեզ փոխանցեմ եւ ձեր մեկնաբանությունը խնդրեմ։ Ալեն Սիմոնյանը կաթողիկոսին թող չհասցնի այն կետին, որ դուրս գալու դուռ ու պատուհան չգտնի։ Բարեկամաբար հորդորում եմ պարոն Ներսիսյանն է ասում, խոսքը վեհախառի մասին է, ով քաղաքականապես զարգացած մարդ է, ժամանակին падգամավորի թեկնածու էլ է եղել, հեռանա։ Նա պետք է հեռանա, որ ինչպես ասում են, մեր տներին է մոտենում, թող գնա, մեկ է գնալու է։ Խնդրեմ, այս իր Ալեն Սիմոնյանի հայտարարությունը մեկնաբանեք եւ նաեւ ձեր խոսքը կոչը սպասվող վաղաշաբաթի ընտրություններին, որովհետեւ հենց վաղաշաբաթի ընտրություններով նաեւ պետք է ցույց տալ, որ հայ ժողովուրդը պաշտպանում է իր եկեղեցին, կոչը մարդկանց չվախենալ գնալ ընտրությունների, իրենց արդար ընտրությունը կատարել։ Խնդրեմ։ Որ կաթողիկոս ժողովրդի աջակցությունը վայելում է շատ բարձր է, չեմ կարծում միտեղ կհասնի գործը, որ նա պատուհանից փախչելու պատուհան ման կգա որպեսի փախչի, բայց Ալեն Սիմոնյանի այդ խոսքը շատ ավելի վերադառնում է հենց իրենց, կարծում եմ ավելի շատ մտահոգվողը իրենք պետք է լինեն, որտեղ մոտալուտ իշխանապահությունից հետո իրենցից յուրաքանչյուրն է, որ պետք է նման մեկ պատուհանի հետևից ման կա կարողանա ապահով փախչել, որտեղ այն զայրույթ հենց հասում են ատելությունը, որ ժողովրդի մեջ իրենք են պատճառ դարձել, որպեսզի կուտակվի իրենց իշխանության հանդեպ իրենց վերաբերմունքի, իրենց բառապաշարի կապակցությամբ միտեղ վերջապես պորտ գալու է եւ հուսով եմ, որ իրենք այդ պատուհանը կճարեն, կփախչեն, որտեղ չգիտեմ, եթե չկարողանան փախչել իրենց այդ ինչա տեղի ունենալու։ Հետաբար թող հիմա այդպես ասած չոխորտան, իրենք նստած են այդ իշխանության ղեկին, ունեն լծակներ, օգտվում են, բայց վաղը որ լծակներից զրկվեցին, հետո կարծում եմ պիտի գնահատական տալ իրավիճակին։ Եվ ես այսօրվա ամբողջ այս խոսակցությունն ես կարծում շատ հստակ կերպով այդտեղից է գալիս, այս մարդիկ որտեղ գիտեն վաղը իշխանություն ունեցան ինչ վիճակում են հայտնվելու, հիմա փորձում են ամեն կերպ նման հայտարարություններով ինչ-որ բան անել, որ այդ վիճակում չհայտնվեն։ Իսկ ինչ վերաբերում է վաղաշաբաթի ընտրություններին, ես ամբողջացած չեմ կարծում դերակատարություն պետք կարող ունենալ, բայց ամեն դեպքում իմ համեստ կոչն է ժողովրդին, որպեսզի հնարավորության դեպքում ինչքան կարող են այդ համայնքի համայնքում ապրող ժողովուրդը գնա մասնակցի ընտրություններին եւ կարևոր չի ընդդիմադիր ուժերից որևէ մեկին համակրում ձայն տան, որպեսզի ընդդիմադիր ուժերը կարողանան նախ այդ շեմը անցկացնել, կարողանան մանդատներ ստանալ, որպեսզի հետո նրանց մասնակցության միջոցով ուրեմն հնարավորություն լինի ձայները մեկտեղել եւ ցույց տալ, որպեսզի ԿՊ-ն իշխանություն ձևավորի։ Ես կարծում եմ Նիկոլի իշխանության վերջը սկսվելու է վաղաշաբաթի ընտրություններում մեր հաղթանակով, ընդդիմադիրների հաղթանակով, այն օրը որ ընդդիմադիրները վաղաշաբաթում հաղթեն, այդ օրվանից սկսելու է Նիկոլի իշխանության վերջի սկիզբն լինելու եւ արդեն այդտեղից մենք կարծում եմ կարողանանք հստակ ուրվագծենք, թե երբ ինչ է լինելու։ Հետաբար ես կարծում եմ մինչև նոյեմբերի 16 շատ կարևոր եւ լուրջ օրեր ենք ունենալու։ Նիկոլ ամեն դեպքում ձեռքերը ծալած չի նստելու, դա էլ պիտի գիտակցենք, եթե միտեղ ինքը հասկանա, որ կորցնում է ամեն ինչ եւ եթե ընտրությունները այդպես արդար լինեն, ինքը պարտվելու է ամեն դեպքում չի նստելու իրավիճակի սրացման ակնալու։ Ես կարծում եմ եկեղեցու դեմ այս նախադրյալները, որ ստեղծել է հենց դրա համար, եթե միտեղ ծայրահեղ դեպքի հասան կունեն նույնիսկ այդ քայլին կարող է գնալ իրավիճակը սրելու, լարելու քաղաքում, որպես ընտրություններ գուցե թույլ չտա ամեն ինչ Նիկոլից սпасելու է, բայց ամեն դեպքում աչալրջությամբ, գոյմությամբ պիտի փորձել, որ
որից առիթ չտանք Նիկոլ Փաշինյանին որպես իրավիճակի այդտեղ հասցնի, հնարավորինս ազատ ընտրություններ փորձեն կազմակերպի այդտեղ եւ ամեն գնով անել այնպես, որ ընդդիմությունը կարողանա իշխանություն ձևավորել։ Իսկ Ալեն Սիմոնյանի կոնկրետ այդ խոսքը կամաց-կամաց տներին են մոտենում, թող մի րոպե ես ուղակի մեջ վերում, թող չհասցնի այն կետին, որ դուրս գալու դուռ ու պատուհան չգտնի։ Արդեն կարծում եմ պատասխանեցի այն մարդիկ, որ դուրը պատուհան չեն գտնելու, իրենք են լինելու, որտեղ այս օղակը, որ սեղվում է պարտությունները, որ կրում են հաջորդական, կարծում եմ հենց իրանք են տնետուն, մենք դիմությունը իրենց է հասնում, իրենք գուցե չեն նկատում ինչա կատարվում իրենց վարկանի շիպը պատճառով, բայց մի օր երբ գլխի կընկնեն հասկանա, որ իրենց էլ հավանաբար դուրը պատուհան չի մնալու փախչելու։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, որ համաձայնեցիք Ես այս եմ զրույցին։ շնորհակալ։